Ինչ անել, երբ քո սեփական արյունը դառնում է պատ, որը քեզ բաժանում է երջանկությունից։ Պատկերացրեք մի ընտանիք, որտեղ պատիվը կյանքից թանկ է, բայց այդ փայլուն ճակատի հետևում թաքնված է տասնամյակների վաղեմության մի սարսափելի գաղտնիք, արգելված սիրո մի պատմություն, որն ավարտվել է աքսորով և մահով։ Նրանք կարծում էին, թե թաղել են անցյալը, բայց մահվանից առաջ թողնված մի հին անեծքը սպառնում են նորից կյանքի կոչվել, ոչնչացնելով ամեն ինչ իր ճանապարհին։ Այս պատմության մեջ մենք ցույց կտանք, թե ինչպես է ընտանեկան ճնշումը վերածվում անողոք զենքի, որը կոտրում է մարդկանց ճակատագրերը։ Դուք կտեսնեք, թե ինչպես են սուրբ համարվող ավանդույթները դառնում բանտ։ Բայց ամենակարևորը, մենք միասին կբացահայտենք այն հինավուրց իրը, որը պահում է այս ամբողջ ողբերգության բանալին։ Նրա մեջ թաքնված գաղտնիքը կարող է կամ փրկել երկու սիրող սրտի, կամ ընդմիշտ կրկնել անցյալի մղզավանջը։ Պատրաստ եք տեսնելու, թե ինչպես է արյունը պատ դառնում, իսկ սերը մահացում մեղք։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա և գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսով ենք։ Ընթրիքի սեղանի շուրջ կախված լռությունը այնքան խիտ էր, որ կարելի էր դանակով կտրել։ Ծանր փայտե կահույքը, պատերից դատապարտող հայացքով նայող նախնիների դիմանկարները և սպասքի զրնգոցը ստեղծում էին ճնշող մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր շունչը լսելի էր դառնում։ Հելենն ու Գևորգը նստած էին իրար դիմաց, խուսափելով հայացքներով հանդիպելուց, սակայն նրանց միջև ձգվող անտեսանելի լարումը զգում էր սենյակում գտնվող յուրաքանչյուր ոք։ Հելենը պատառաքաղով աննպատակ խաղում էր ափսեի պարունակության հետ, երբ նրա հոր Արմենի խիստ ձայնը քարի պես ընկավ սեղանի կենտրոնում։ Հելեն, կեր, սնունդը հարգանք է պահանջում։ Աղջիկը գլուխը բարձրացրեց, հայացքը սառն էր։ Ախորժակ չունեմ, հայրիկ։ Արմենի պատասխանը դանակի հարվածի պես էր, ուղղված ոչ միայն Հելենին, այլև Գևորգին։ Ախորժակը գալիս է ուտելիս, կամ էլ երբ մարդու խիղճը հանգիստ է։ Գևորգը լարվեց, իսկ Հելենի հայացքը մի վայրկյանով սահեց նրա վրա լի սիրով, հուսահատությամբ և պայքարի կոչով։ Անկյունում նստած տատիկ Անահիտը, որ մինչ այդ լուռ հետևում էր տեսարանին, հանգիստ, բայց լսելի ձայնով խախտեց լարվածությունը։ Երբեմն ախորժակը ոչ թե խղճից է կտրվում, այլ սրտից։ Ծանր սիրտը կերակուր չի ընդունում։ Շուտով Հելենը, այլևս չդիմանալով, ներողություն խնդրեց և դուրս եկավ սենյակից։ Մի քանի րոպե անց Գևորգը նույնպես վեր կացավ, պատճառաբանելով վաղվա գործերը, ինչին Արմենը սառը պատասխանեց. ընտանիքից փախչելը լավ բանի չի բերի։ Գիշերային այգում, իրենց մանկության ծիրանենու տակ, նրանք վերջապես հանդիպեցին։ Ես այլևս չեմ կարող թաքնվել, շշնջաց Հելենը դողացող ձայնով բարձրաձայնելով այն, ինչից երկուսն էլ վախենում էին։ Թող իմանան, որ ես սիրում եմ քեզ, որ առանց քեզ իմ կյանքը իմաստ չունի։ Գևորգի դեմքին տառապանք էր և սեր։ Նա գիտեր, որ սա այլևս մանկական խաղ չէր, այլ արգելված ամենակուլ զգացմունք, որը սպառնում էր այրել իրենց շուրջը ամեն ինչ։ Հելենը նայեց նրա աչքերի մեջ և հասկացավ, որ նահանջի ճանապարհ այլևս չկա։ Նրա շուրթերից պոկվեց մի բառ, որը պետք է փոխեր ամեն ինչ. պայքարենք։ Այդ պայքարի խոստումը նրանց վերադարձրեց անցյալ, այն արևոտ օրերին, երբ նրանց սերը դեռ անմեղ էր ու թույլատրելի։ Հիշողությունները հորձանուտի պես պտտվում էին Հելենի մտքում, երբ նա նստած իր սենյակում թերթում էր հին լուսանկարների ալբոմը։ Ահա նրանք, փոքրիկ, վազում են նույն ծիրանենու շուրջ, և Գևորգը նրա համար պոկում է ամենաքաղցր պտուղը։ Ահա նրանք պատանիներ են գետափին, և Գևորգը առանց վարանելու նետվում է ջուրը փրկելու սայթաքած Հելենին։ Եվ ահա դպրոցական ավարտական երեկոն, երբ նրանց պարի ժամանակ առաջին անգամ մանկական կապվածության փոխարեն ծնվում է մի նոր խորը զգացմունք։ Այդ օրը հեռվից նրանց հետևող տատիկ Անահիտի դեմքին տխրություն էր, կարծես նա տեսնում էր պատմության ցավալի կրկնությունը։ Հիշողությունները և օրհնություն են և անեծք, աղջիկս, տատիկի հանգիստ ձայնը Հելենին վերադարձրեց ներկա։ Նա մտել էր սենյակ, զգալով թոռնուհու տառապանքը։ Մեր դեպքում միայն անեծք, տատիկ, մեր արյունը պատ է դարձել։ Տատիկի պատասխանը հանելուկային էր, բայց հույսով լի։ Պատերը մարդիկ են կառուցում, ոչ թե արյունը։ Իսկական ամոթը սիրելը չէ, իսկական ամոթը սերը սպանելն է։ Այս խոսքերը Հելենի սրտում կասկածի սերմ ցանեցին։ Գուցե տատիկը գիտի մի բան, որը մյուսները չգիտեն։ Սակայն ընտանիքի մյուս անդամները այլ կերպ էին մտածում։ Գևորգի հայրը Կարենը փորձեց խոսել որդու հետ, հիշեցնելով ընտանիքի պատվի և հորեղբոր զայրույթի մասին, բայց ճնշման գագաթնակետը դեռ առջևում էր։
Այդ երեկով Արմենը հանդիսավոր կերպով հայտարարեց, որ իրենց տուն հյուր է գալու իր հին ընկերոջ որդին Վարդանը։ Նա նայեց ուղիղ Հելենի աչքերի մեջ և ավելացրեց. «Հիանալի երիտասարդ է, կարծում եմ դուք լավ զույգ կլինեք»։ Սա բացահայտ պատերազմի հայտարարություն էր, և խաղադրույքները կտրուկ բարձրացան։ Հաջորդ օրը տունը վերածվեց թատերաբեմի, որտեղ գլխավոր դերում Հելենն էր, որպես ցուցանմուշ։ Վարդանը բարետես ու ինքնավստահ նստած էր հյուրասենյակում, իսկ Արմենը անխնա գովերգում էր նրան, ամեն բառով ցույց տալով, թե ով է իր դստեր համար ճիշտ թեկնածուն։ Հելենը քարե դիմակով նստած էր անկյունում, իսկ Գևորգը, մեջքով դեպի բոլորը կանգնած պատուհանի մոտ, հազիվ էր զսպում իր ներսում եռացող զայրույթը։ Շնչահեղձ լինելով այս կեղծիքից, Հելենը դուրս եկավ խոհանոց, ու շուտով նրան հետևեց Գևորգը։ «Սա տանջանք է», շշնչաց նա, «նրանք ուզում են մեզ կոտրել»։ Հելենի պատասխանը դառն էր ու անհույս. «Հայրս մեզ չի լսի, նա կխլացնի իր սիրտը, միայն թե չլսի»։ Նրանք չնկատեցին, թե ինչպես դռան մոտ հայտնվեց Արմենի ստվերը, նա լսել էր ամեն ինչ։ Գևորգին հրամայելով վերադառնալ հյուրասենյակ, Արմենը փակվեց դստեր հետ խոհանոցում։ Նրա ձայնը սառն էր ու սպառնալից. «Քանի դեռ այս տանն ես ապրում, կշնչես այն օդը, որը ես եմ թույլ տալիս։ Դու կամուսնանաս Վարդանի հետ և կմոռանաս այս հիվանդագին կապվածության մասին»։ Բայց Հելենի մեջ վախն արդեն տեղի էր տվել վճռականությանը։ «Դու կարող ես ինձ փակել, բայց երբեք չես կարող ստիպել ինձ մոռանալ։ Իմ սիրտը քո սեփականությունը չէ»։ Արմենը ձեռքը բարձրացրեց, որ հարվածի, բայց վերջին պահին կանգ առավ։ Նրա հեռանալուց հետո Հելենը հասկացավ, որ խոսակցությունները անիմաստ են, պատը քանդելու համար պետք էր ավելին։ Այդ գիշեր նա զանգեց Գևորգին, նրա ձայնում այլևս հուսահատություն չկար, այլ սառը վճռականություն։ «Հանդիպենք վաղը լուսադեմին»։ Մեր տեղում։ Ես պլան ունեմ։ Արշալույսին, լեռան լանջին գտնվող հին մատուռի ավերակների մոտ, որտեղ նրանց մանկության գաղտնիքներն էին թաքնված, Հելենը բացահայտեց իր պլանը։ «Մենք պետք է գնանք այստեղից»։ Գևորգը տատանվում էր, նրա համար դա փախուստ էր, վտարանդի դառնալու սկիզբ։ Բայց Հելենը անդրդվելի էր։ «Ես նախընտրում եմ լինել ազատ վտարանդի, քան թե բանտարկյալ իմ սեփական տանը»։ Նրանց խոսակցությունը կտրուկ ընդհատեց հեռախոսազանգը։ Գևորգի հայրն էր։ Տատիկը, նրան վատացել է, հիվանդարոց են տեղափոխել։ Այդ լուրը փոթորքի պես քշեց տարավ նրանց փախուստի պլանները։ Նրանք հասկացան, որ իրենց հակամարտությունը ոչ միայն իրենց էր ցավ պատճառում, այլև կարող էր մահացու լինել իրենց ամենասիրելի մարդու համար։ Հիվանդանոցի միջանցքում նրանց դիմավորեց Արմենի մեղադրող հայացքը։ «Դուք եք մեղավոր, ձեր անամոթ պահվածքը սպանում է նրան»։ Բայց շուտով պալատից դուրս եկավ բժիշկը և հայտնեց, որ տատիկը ցանկանում է տեսնել միայն Հելենին և Գևորգին։ Գունատ հազիվ շնչող տատիկը նրանց մոտ կանչեց և դողացող ձեռքով վզից հանեց միշտ կրած հին արծաթե մեդալյոնը։ «Ես այլևս չեմ կարող լռել», շշնչաց նա։ «Պատմությունը չպետք է կրկնվի։ Երբ ժամանակը գա, բացեք այն։ Ճշմարտությունը այնտեղ է»։ Նա մեդալյոնը դրեց Հելենի ափի մեջ, թողնելով նրանց շփոթության և անհանգստության մեջ։ Նրանք զգում էին, որ այդ փոքրիկ իրը պարունակում է իրենց ընտանիքի ճակատագիրը։ Պալատից դուրս գալիս նրանց սպասում էր Արմենը։ Նրա ձայնը սառույցի պես կտրուկ էր։ «Վաղը ընտանեկան ժողով է, մենք վերջակետ ենք դնելու այս պատմությանը, ընդմիշտ»։ Հաջորդ օրը հյուրասենյակը վերածվել էր դատարանի դահլիճի։ Հելենն ու Գևորգը կանգնած էին կենտրոնում, իսկ նրանց շուրջը հավաքվել էր ամբողջ ընտանիքը։ Նույնիսկ տատիկ Անահիտին էին բերել հիվանդանոցից։ Արմենը որպես դատախազ հայտարարեց իր վճիռը։ «Գևորգը վաղը կմեկնի մեր հեռավոր մասնաճյուղը, 2 տարով, իսկ դու, իմ աղցիկ, կնշանվես Վարդանի հետ հաջորդ շաբաթ»։ Բայց այս անգամ նրա խոսքերը հանդիպեցին ոչ թե լռության, այլ պողպատե դիմադրության։ «Ես ոչ ոքի հետ չեմ նշանվելու», հանգիստ, բայց ամուր հայտարարեց Հելենը։ «Ես սիրում եմ Գևորգին»։ Գևորգը մի քայլ առաջ արեց, կանգնեց Հելենի կողքին և ամուր բռնեց նրա ձեռքը։ «Մեզ չեք բաժանի»։ Արմենի դեմքը բոսորագույն դարձավ զայրույթից, բայց նախքան նա կհասցներ պայթել, տատիկ Անահիտի թույլ, բայց հրամայական ձայնը սառեցրեց բոլորին. «Բավական է»։ Նա դանդաղ ոտքի կանգնեց։ «Դու խոսում ես պատվից։ Ես գիտեմ, թե ինչ գին ունեն ձեր ավանդույթները։ Ես այդ գինը վճարել եմ իմ քրոջ կյանքով»։ Սենյակում շշուկ տարածվեց։ Տատիկը պատմեց իր կրտսեր քրոջ՝ Լիլիթի ողբերգական պատմությունը, ով նույնպես սիրել էր իր զարմիկին և դրա համար աքսորվել էր ընտանիքից ու մահացել մենակության մեջ։
Ես վախեցա ու լռեցի, արցունքները խեղդում էին նրա ձայնը, ես չեմ կարող թույլ տալ, որ իմ լռությունը ևս երկու կյանք խեղի։ Նա բացեց հին մեդալիոնը, որի միջից հանեց մի փոքրիկ, դեղնած թղթի կտոր և մեկնեց Հելենին։ Կարդա, թող բոլորը լսեն։ Հելենի ձայնը դողում էր, երբ նա կարդում էր Լիլիթի խունացած տողերը։ Ես անիծում եմ ոչ թե ձեր արյունը, այլ ձեր քարե սրտերը։ Եվ իմացեք, այս պատմությունը նորից կկրկնվի։ Այնքան ժամանակ, մինչև դուք սովորեք, որ սերը Աստծուց է, իսկ դաժանությունը ձեզանից։ Վերջին բառերից հետո սենյակում տիրեց մահացու լռություն։ Տասնամյակներով թաղված գաղտնիքը պայթյունի պես փոխեց ամեն ինչ։ Արմենը քարացած նայում էր մորը, հետո Հելենին ու Գևորգին, և նրա դեմքին հպարտության փոխարեն սարսափ էր։ Ճշմարտության պայթյունից հետո ընտանիքը պառակտվեց։ Ոմանք, ինչպես Գևորգի ծնողները, ցնցված էին լսածից և կարեկցանքով էին լցվել երիտասարդների հանդեպ։ Գևորգի մայրը մոտեցավ և գրկեց Հելենին, լուր ցույց տալով իր աջակցությունը։ Մյուսները, սակայն, դեռևս կանգնած էին Արմենի կողքին, վախենալով փոփոխություններից և հասարակական կարծիքից։ Այս քաոսի մեջ Գևորգը վերջնականապես իր վրա վերցրեց պատասխանատվությունը։ Նա դիմեց բոլորին, հայտարարելով իրենց վերջնագիրը. «Մենք այլևս չենք խնդրում ձեր թույլտվությունը։ Եթե կարող եք, ընդունեք մեր ընտրությունը։ Եթե ոչ, մենք կգնանք, բայց մենք այլևս չենք զիջելու»։ Արմենը, չդիմանալով այս ամենին, ոչինչ չասաց։ Նա պարզապես շրջվեց և դանդաղ դուրս եկավ սենյակից, թողնելով բոլորին անորոշության մեջ։ Ոչ ոք չգիտեր, սա նահանջ էր, թե նախապատրաստություն հաջորդ ավելի դաժան հարվածին։ Այդ անորոշ լռությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած բղավոց, և Հելենը հասկացավ, որ այլևս չի կարող պարզապես սպասել։ Հաջորդ օրը Հելենը որոշեց գործել։ Նա այլևս չէր պաշտպանվելու, այլ հարձակվելու էր։ Նա զանգահարեց Վարդանին և հանդիպում խնդրեց։ Սրճարանում, նայելով ուղիղ նրա աչքերի մեջ, նա անկեղծորեն պատմեց ամեն ինչ իր սիրո, ընտանեկան ճնշման և այն մասին, որ երբեք չի կարող լինել նրա կինը։ Ես չեմ ուզում, որ երկուսը դժբախտ լինենք մի գործարքի պատճառով, որը կնքվել է առանց մեզ հարցնելու։ Նրա ուղղամտությունը անսպասելիորեն տպավորեց Վարդանին։ Միևնույն ժամանակ Գևորգը նույնպես վճռական քայլ արեց։ Նա հանդիպեց հոր հետ և հայտարարեց, որ հեռանում է ընտանեկան բիզնեսից սկսելու իր սեփական գործը։ Ես այլևս թույլ չեմ տա, որ ֆինանսական կախվածությունը լծակ լինի իմ կյանքը կառավարելու համար։ Նրանք մեկը մյուսի հետևից քանդում էին այն պատերը, որոնցով ընտանիքը փորձում էր նրանց շրջապատել։ Երեկոյան Արմենը զանգեց Հելենին։ Նրա ձայնը անսովոր հանգիստ էր, ինչը վատ նշան էր։ «Վաղը արի տուն», ասաց նա, «միայնակ, պետք է խոսենք»։ Այդ հանգստությունը փոթորկից առաջ լինող լռություն էր, և Հելենը գիտեր, որ սա լինելու է վերջին վճռական մարտը։ Արմենի աշխատասենյակում օդը ծանր էր։ Հելենը կանգնած էր հոր դիմաց, սպասելով վճռին։ Վարդանը զանգել էր, սկսեց Արմենը սառը տոնով։ Նա հրաժարվեց ամուսնությունից։ «Շնորհավորում եմ, դու խայտառակեցիր ինձ»։ Հելենը պատրաստվում էր պատասխանել, բայց Արմենի հաջորդ խոսքերը նրան քարացրին։ «Ես ամբողջ գիշեր չեմ քնել, մտածում էի մորս պատմածի մասին, և ես հասկացա, որ մեր ընտանիքի անեծքը արյունը չէ, անեծքը համառությունն է, հպարտությունը, որը թույլ չի տալիս ընդունել սխալները»։ Նա խոստովանեց, որ իր պապը սխալվել էր, և ինքը քիչ էր մնում կրկներ նույն ճակատագրական սխալը։ «Ես չեմ կարող քեզ նայել և մտածել, որ մի օր դու կարող ես նույն ճակատագրին արժանանալ»։ Նրա ձայնում ցավ կար։ «Սա չի նշանակում, որ ես ընդունում եմ դա, բայց ես չեմ ուզում լինել այն մարդը, ով կհանձքնի լույսը քո աչքերում»։ Սա հանձնվել էր, հպարտության պարտություն հայրական սիրո դեմ։ Արցունքներն ինքնաբերաբար հոսեցին Հելենի այտերով, նա մոտեցավ և տարիների մեջ առաջին անգամ գրկեց հորը։ Արմենը սկզբում քարացած մնաց, հետո դանդաղ, անվստահ ձեռքերով գրկեց աղջկան։ Պատը, որը նրանց բաժանում էր, վերջնականապես քանդվեց։ Մի քանի ամիս անց ընտանեկան այգու ծիրանենու տակ խաղաղություն էր տիրում։ Հելենը, Գևորգը, տատիկ Անահիտը և Արմենը միասին թեյ էին խմում։ Լարվածությունն անցել էր, թեև օդում դեռ զգացվում էր նոր իրականության ընտելանալու անսովոր զգացողությունը։ Որոշ հարազատներ երես էին թեքել նրանցից, բամբասանքները չէին դադարում, բայց նրանք, ովքեր մնացել էին, ավելի էին մտերմացել։
Ընտանիքը փոքրացել էր, բայց դարձել ավելի ամուր եւ անկեղծ։ Գևորգը հպարտությամբ պատմում էր իր նոր ճարտարապետական բյուրոյի առաջին հաջողությունների մասին, իսկ Արմենը թեև զուսպ, բայց հավանության նշանով գլխով էր անում։ Նա ընտրել էր իր ընտանիքը, հպարտությունից վեր դասելով դստեր երջանկությունը։ Նրանք հասկացան, որ հաղթանակը ոչ թե պարտադրելու, այլ ներելու եւ ընդունելու մեջ էր։ Նրանք սկսել էին իրենց նոր կյանքը ոչ թե որպես վտարանդիներ, այլ որպես մարդիկ, ովքեր կարողացան փոխել իրենց ճակատագիրը եւ կոտրել տասնամյակների անեծքը։ Մեկ տարի անց նույն այգին ողողված էր երջանկությամբ։ Հելենը, ում փորը մի փոքր կլորացել էր, նստած էր ծառի տակ եւ նկարում էր ոչ թե տխուր դիմանկարներ, այլ լուսավոր բնապատկեր։ Գևորգը մոտեցավ եւ հետևից նրբորեն գրկեց նրան։ Հեռվում տան պատշգամբում տատիկ Անահիտն ու Արմենը հանգիստ զրուցում էին։ Այս պատմությունը փոխել էր բոլորին։ Նրանք սովորեցին, որ ամենաամուր թվացող պատերը կառուցված են վախից, եւ դրանք քանդելու համար պետք է սեր, համարձակություն եւ ներելու կարողություն։ Իսկական անեծքը ոչ թե խախտված ավանդույթներն էին, այլ դաժանությունն ու կարեկցանքի բացակայությունը։ Հելենը վերջին վրձնահարվածով իր կտավին ավելացրեց արևի ճառագայթ, որը լուսավորում էր ծիրանենու ճյուղերը։ Կյանքը շարունակվում էր լի հույսով եւ նոր սկզբի խոստումով։ Այդ մեկ բառը պայքարենք օդում կախված մնաց նրանց միջև, ավելի ծանր, քան գիշերային լռությունը։ Դա ոչ թե հաղթանակի ճիչ էր, այլ մի ճանապարհի սկիզբ, որի յուրաքանչյուր քայլը լինելու էր անհայտության եւ վտանգի մեջ։ Նրանք լուռ վերադարձան տուն, յուրաքանչյուրն իր մտքերի հետ, սակայն երկուսն էլ զգում էին, որ այն անտեսանելի թելը, որը միշտ կապել էր իրենց, այժմ վերածվել է պողպատե շղթայի, ամուր, բայց նաեւ ծանր։ Իր սենյակում, պատուհանի գոգին նստած, Հելենը չէր կարողանում քնել։ Նրա մատները մեխանիկորեն շոյում էին հին լուսանկարների ալբոմի կաշվե կազմը։ Բացելով այն, նա ընկղմվեց հիշողությունների մեջ, մի աշխարհ, որտեղ իրենց սերը դեռ անմեղ էր ու լուսավոր, որտեղ զարմիկ բառը նշանակում էր ընկեր, պաշտպան, հոգու ամենամտերիմ մասնիկ։ Առաջին էջից նրան էր նայում 7 տարեկան ժպտերես մի աղջնակ, իսկ կողքին կանգնած 9 տարեկան Գևորգը հպարտորեն մեկնում էր նրան ամենահասուն ծիրանը, պոկված այն նույն ծառից, որի տակ քիչ առաջ կայացրել էին իրենց կյանքի ամենակարևոր որոշումը։ Սա ամենաքաղցրն է, քեզ համար եմ պահել, կարծես հիմա էլ լսում էր նրա ձայնը։ Թերթելով էջերը, նա տեղափոխվեց գետապ։ 13 տարեկանն էր, երբ սայթաքեց քարերի վրա եւ ընկավ սառը ջուրը։ Նա հիշեց ոչ թե վախը, այլ այն, թե ինչպես Գևորգը առանց մի վայրկյան վարանելու նետվեց իր հետևից եւ դուրս հանեց ափ։ Նրա տաք բաճկոնը, փաթաթված իր դողացող ուսերին, ավելին էր, քան պարզապես հոգատարություն։ Դա խոստում էր։ Իմ ասպետ, կատակել էր ինքը։ Միշտ լրջորեն պատասխանել էր Գևորգը։ Բայց ամեն ինչ փոխվեց ավարտական երեկույթի օրը։ Նա տխուր էր, քանի որ իրեն ուղեկցող տղան չէր եկել, երբ դահլիճում հանկարծ հայտնվեց արդեն ուսանող Գևորգը։ Արքայադստերը չի կարելի թողնել առանց բարի, ասաց նա, ձեռքը մեկնելով։ Եվ երբ նրանք սկսեցին պարել, շուրջ բոլորը կարծես ամեն ինչ անհետացավ։ Երաժշտությունը, մարդիկ, լույսերը, մնացել էին միայն իրենք։ Այդ պահին նրանց հայացքները հանդիպեցին, եւ առաջին անգամ նրանց մեջ անմեղ մանկական կապվածությունից բացի մի այլ բան ծնվեց՝ գիտակցված, խորը, գրեթե ցավոտ զգացմունք, որի անունը նրանք դեռ վախենում էին տալ։ Եվ այդ նույն պահին դահլիճի մյուս ծայրից նրանց նայում էր տատիկ Անահիտը։ Նրա իմաստուն աչքերում ոչ թե զայրույթ կար, այլ խորը անսահման տխրություն, կարծես նա տեսնում էր ոչ թե իր թոռներին, այլ անցյալի ուրվականներին, որոնք վերադարձել էին կրկնելու իրենց ողբերգական պարը։ Հիշողություններից նրան արթնացրեց դռան զգույշ ճռոցը։ Տատիկ Անահիտն էր։ Նա մոտեցավ եւ լուռ նստեց թոռնուհու կողքին, նայելով բաց ալբոմին։ Հիշողությունները եւ օրհնություն են, եւ անեծք աղջիկս, վերջապես խոսեց նա, կարծես կարդալով Հելենի մտքերը։ Մեր դեպքում միայն անեծք, տատիկ, հուսահատ շշնջաց Հելենը։ Մեզ համար անցյալում ամեն ինչ թույլատրելի էր, իսկ հիմա մեր արյունը պատ է դարձել։ Տատիկը երկար նայեց նրան, եւ նրա հայացքում մի ցավ կար, որը տարիների խորքից էր գալիս։ Պատերը մարդիկ են կառուցում, ոչ թե արյունը։ Արյունը կապում է, չի բաժանում, բայց մարդկային վախն ու հպարտությունը ամենաամուր կապն անգամ կարող են խզել։ Հելենը հարցական նայեց նրան, զգալով, որ այս խոսքերի հետևում ավելին կա, քան պարզապես իմաստուն խորհուրդ։ Իսկ ինչ անել, տատիկ, ինչպես պայքարել մի բանի դեմ, որը բոլորը սրբություն են համարում, նրանք սա ամոթ են կոչում։
Տատիկը վեր կացավ, պատրաստվելով գնալ, և դռան շեմին կանգ առնելով ասաց խոսքեր, որոնք պետք է դաջվեին Հելենի հոգում. «Իսկական ամոթը սիրելը չէ, իսկական ամոթը սերը սպանելն է»։ Նա հեռացավ, թողնելով Հելենին հանելուկի առաջ, որի պատասխանը կարծես թաքնված էր իրենց ընտանիքի անցյալի ստվերներում։ Մինչդեռ ճնշումը սկսել էր ուժ գնանալ նաև մյուս կողմից։ Հաջորդ օրը Գևորգի հայրը Կարենը, որը միշտ ավելի մեղմ էր եղել, քան իր եղբայր Արմենը, առանձնացրեց որդուն։ Նրա ձայնում խնդրանք կար, բայց նաև թաքնված սպառնալիք. «Գևորգ, դու հասուն տղա ես, դու հասկանում ես, որ որոշ բաներ անհնարին են։ Քո հորեղբայրը, նա կխելագարվի, այս ընտանիքի պատիվը կոտրված կլինի։ Հայրիկ, իսկ մեր երջանկությունը, դա պատվից ցածր է», հուսահատ հարցրեց Գևորգը։ Կարենը խուսափեց նրա հայացքից. «Երջանկությունը հանգիստ խղճի մեջ է տղաս, ոչ թե արգելված զգացմունքների։ Բախման առաջին նշաններն արդեն ակնհայտ էին, բայց իսկական փոթորիկը դեռ առջևում էր»։ Այդ երեկո, երբ ընտանիքը կրկին հավաքվել էր լարված ընթրիքի, Արմենը, դիտավորյալ հանդիսավոր տոնով, հայտարարեց, որ իրենց տուն հյուր է գալու իր հին ընկերոջ որդին Վարդանը։ Նա մի պահ լռեց, հետո, նայելով ուղիղ Հելենի սառած աչքերի մեջ, սառը ժպիտով ավելացրեց. «Հիանալի երիտասարդ է, կարծում եմ դուք լավ զույգ կլինեք»։ Սա այլևս նախազգուշացում չէր, սա պատերազմի բացահայտ հայտարարություն էր։ Արմենի հայտարարությունը ոչ թե պարզապես խոսք էր, այլ գործողության ծրագիր, և նա չհապաղեց այն կյանքի կոչել։ Հաջորդ օրը տունը վերածվեց թատերաբեմի, որտեղ ամեն ինչ մանրակրկիտ բեմադրված էր մեկ նպատակով՝ ցույց տալու Հելենին իր ճիշտ տեղը։ Վարդանը, բարետես, ինքնավստահ և հաջողակ, ժամանեց ճիշտ նշանակված ժամին։ Նրա ներկայությունը ինքնին մարտահրավեր էր, ուղղված ոչ միայն Հելենին, այլև անտեսանելի ներկա Գևորգին։ Հյուրասենյակում օդը թանձրացել էր կեղծ ժպիտներից և պաշտոնական քաղաքավարությունից։ Արմենը, ոգևորված իր ծրագրի հաջող մեկնարկից, անխնա գովերգում էր հյուրին, նրա կրթությունը, նրա ընտանիքի հեղինակությունը, նրա ձեռքբերումները։ Յուրաքանչյուր գովեստի խոսք դանակի սուր հարված էր Հելենի սրտին։ Նա ստիպված էր նստել անկյունում, քարե դիմակը դեմքին, և լսել, թե ինչպես են իր ճակատագիրը քննարկում որպես առևտրային գործարք։ Գևորգը, որին նույնպես հրամայված էր ներկա լինել, կանգնած էր պատուհանի մոտ մեջքով դեպի բոլորին։ Նրա անշարժ կեցվածքը հափուսիկ էր, ուսերի լարվածությունից և սեղմված բռունցքներից պարզ էր, թե ինչպիսի փոթորիկ է կատարվում նրա ներսում։ Նա զգում էր յուրաքանչյուր բառը, որն ուղղված էր Հելենին, և յուրաքանչյուր հայացքը, որ Վարդանը նետում էր նրա կողմը։ Այս ամենը տանջալի էր, անտանելի։ Երբ Վարդանը համեստ ժպտալով ասաց. «Ես ընդամենը փորձում եմ արդարացնել հորս սպասելիքները, ինչպես բոլորս», նրա հայացքը մի պահ սահեց Գևորգի կողմը, պարունակելով և հաղթանակի զգացում, և թաքնված մարտահրավեր։ Հելենը զգաց, որ շնչահեղձ է լինում այս թունավոր մթնոլորտում։ Նա պետք է դուրս գար, գոնե մի քանի րոպեով։ «Ներողություն, ես պետք է ջուր բերեմ», մրմնչաց նա և արագ դուրս սլացավ խոհանոց։ Նա հենվեց սառը սեղանին, փորձելով կարգի բերել շնչառությունը, երբ լսեց Գևորգի քայլերը։ Նա հետևել էր իրեն։ «Սա տանջանք է», շշնջաց Գևորգը։ Նրա ձայնում անզոր զայրույթ կար։ «Ես չեմ կարող նայել»։ Թե ինչպես են քեզ ապրանքի պես ներկայացնում։ Հելենը դառը ծիծաղեց։ Սա նրանց պատերազմն է, Գևորգ։ Նրանք ուզում են մեզ կոտրել։ Հորս համար սա պատվի հարց է։ Նա ինձ չի տեսնում, նա տեսնում է իր հեղինակությունը։ Գևորգը իրավիճակը սովորական եղանակով լուծելու հուսահատ փորձով առաջարկեց. «Ես կխոսեմ նրա հետ, կբացատրեմ»։ «Ինչ կբացատրես», ընդհատեց Հելենը, «որ նրա աղջիկը սիրահարված է իր հորեղբոր տղային, որ մենք ուզում ենք քանդել այն ամենը, ինչը նա սուրբ է համարում։ Նա մեզ չի լսի, նա կխլացնի իր սիրտը, միայն թե չլսի»։ Նրանք այնքան տարված էին իրենց խոսակցությամբ, որ չնկատեցին, թե ինչպես դռան մոտ հայտնվեց Արմենի ստվերը։ Նա լսել էր վերջին նախադասությունը, և դա բավական էր։ Նրա դեմքը մռայլվեց. «Գևորգ, քեզ հյուրասենյակում են սպասում, քո տեղը այնտեղ է»։ Նրա ձայնը սառն էր ու անբեկանելի։ Գևորգը, հուսահատ հայացք նետելով Հելենին, ստիպված էր հնազանդվել։ Դուռը փակվեց, և Հելենը մնաց հոր հետ մենակ։ Արմենը մոտեցավ, և նրա աչքերում կրակ էր։ «Դու փորձում ես իմ համբերությունը, դու խայտառակ ես անում ինձ, իմ տանը, իմ հյուրերի առաջ»։ Բայց Հելենի մեջ վախն արդեն տեղի էր տվել վճռականությանը։ «Ես ոչինչ չեմ անում, ես ընդամենը շնչում եմ, թե դա էլ է արգելված»։
Արմենի ձայնը վերածվեց սպառնալից շշուկի։ Քանի դեռ այս տանն ես ապրում, կշնչես այն օդը, որը ես եմ թույլ տալիս։ Դու կամուսնանաս Վարդանի հետ, դու կստեղծես նորմալ, առողջ ընտանիք, եւ դու կմոռանաս այս հիվանդագին կապվածության մասին։ Սա իմ վերջին խոսքն է։ Սա առաջին լուրջ խոչընդոտն էր, անանցանելի պատ, որը հայրը կանգնեցնում էր նրա ճանապարհին։ Բայց Հելենը չէր պատրաստվում նահանջել։ Նա նայեց ուղիղ հոր աչքերի մեջ, եւ նրա հայացքում վախի փոխարեն մարտահրավեր կար։ Դու կարող ես ինձ փակել այս տանը, դու կարող ես ինձ ստիպել ամուսնանալ, բայց դու երբեք չես կարող ստիպել ինձ մոռանալ։ Իմ սիրտը քո սեփականությունը չէ։ Արմենը կատաղությունից ձեռքը բարձրացրեց, որ հարվածի, բայց վերջին պահին կանգ առավ։ Նրա ձեռքը դողում էր զայրույթից եւ անզորությունից։ Դու դեռ կզղջաս քո խոսքերի համար, շպրտեց նա եւ դուրս եկավ շխկացնելով դուռը։ Հելենը մնաց միայնակ սառը խոհանոցում, բայց նրա ներսում կրակ էր վառվում։ Նա հասկացավ, որ խնդիրը շատ ավելի խորն է եւ սովորական խոսակցություններով այն չի լուծվի։ Ընտանիքը պատ էր կառուցել, եւ այդ պատը քանդելու համար պետք էին արմատական քայլեր։ Այդ գիշեր, երբ տունը խորը քնի մեջ էր, նա գտավ իր պատասխանը։ Նա զանգեց Գևորգին։ Նրա ձայնում այլևս հուսահատություն չկար, այլ սառը, հաշվարկված վճռականություն։ Հանդիպենք վաղը լուսադեմին, մեր տեղում, ես փլան ունեմ։ Արշալույսի սառը օդը կծում էր այտերը, երբ նրանք կանգնած էին իրենց գաղտնի վայրում, հին մատուռի ավերակների մոտ։ Քաղաքը դեռ քնած էր ներքևում, բայց նրանց ներսում փոթորիկ էր։ Հելենի ձայնը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառը կշիռ ուներ, երբ նա բացահայտեց իր փլանը։ Մենք պետք է գնանք այստեղից։ Այդ խոսքերը օդում կախված մնացին, պարզ, անխուսափելի եւ սարսափելի։ Գևորգը լուռ նայում էր հորիզոնին։ Նա սպասում էր դրան, գիտեր, որ սա միակ ելքն է, բայց դա լսելը միևնույն է ցավեցնում էր։ Գնանք, ուր, ինչպես։ Նրա ձայնում կասկածի նոտաներ կային, ոչ թե Հելենի հանդեպ, այլ իրականության դաժանության։ Մենք կթողնենք ամեն ինչ, մեր ընտանիքները, մեր աշխատանքը, մեր անցյալը։ Հելենը շրջվեց դեպի նա, եւ նրա հայացքը հաստատակամ էր։ Իսկ ինչ ենք մենք կորցնում։ Ընտանիք, որը մեզ ուզում է բաժանել, աշխատանք, որը քեզ շղթայում է նրանց, անցյալ, որը մեզ այլևս թույլ չի տալիս երջանիկ լինել։ Մենք կսկսենք ամեն ինչ զրոյից, միասին։ Նրա խոսքերը հույս էին ներշնչում, բայց Գևորգի համար դեռ վերացական էին հնչում։ Դա հեշտ է ասել, բայց իրականում դա փախուստ է, մենք կդառնանք վտարանդիներ։ Ես նախընտրում եմ լինել ազատ վտարանդի, քան թե բանտարկյալ իմ սեփական տանը, պատասխանեց Հելենը, բռնելով նրա ձեռքը։ Գևորգ, նային ինձ, դու սիրում ես ինձ։ Ավելի քան կյանքս, առանց վարանելու պատասխանեց նա։ Ապա ուրիշ ոչինչ կարևոր չէ, ամփոփեց Հելենը։ Հենց այդ պահին նրանց փխրուն հույսերի աշխարհը փլուզվեց հեռախոսի սուր զանգից։ Գևորգի հայրն էր։ Գևորգը վերցրեց հեռախոսը, եւ մի քանի վայրկյան անց նրա դեմքը քարացավ։ Ինչ, երթ, հիմա կգամ։ Նա անջատեց հեռախոսը եւ նրա հայացքում խուճապ կար։ Տատիկը նրան վատացել է։ Հիվանդանոց են տեղափոխել։ Այդ լուրը սառը ցնցուղի պես էր։ Նրանց փախուստի պլանը, նրանց ապագայի երազանքները մի պահում դարձան անիմաստ։ Խնդիրը կտրուկ բարդացել էր, այն դուրս էր եկել իրենց անձնական դրամայի սահմաններից եւ սպառնում էր խլել իրենց ամենասիրելի մարդու կյանքը։ Սա առաջին լուրջ անդառնալի հետևանքն էր։ Նրանք շտապ վերադարձան քաղաք, ճանապարհին ոչ մի բառ չխոսելով։ Հիվանդանոցի միջանցքը լի էր ընտանիքի անդամներով, եւ նրանց մուտքը դիմավորեց ճնշող լռությամբ։ Արմենի դեմքը գունատ էր, բայց նրա աչքերում ոչ թե տխրություն էր, այլ սառը զայրույթ։ Երբ Հելենն ու Գևորգը մոտեցան, նա նրանց նայեց մեղադրող հայացքով, որը դանակից սուր էր։ Դուք եք մեղավոր, շշնջաց նա ցածր, բայց թունոտ ձայնով, որը լսելի էր միայն նրանց։ Այս ամենը ձեր պատճառով է, ձեր անամոթ պահվածքը սպանում է նրան։ Մի համարձակվիր, չդիմացավ Հելենը։ Նրանց սպանում է ոչ թե մեր սերը, այլ քո դաժանությունը եւ այս տան մեջ տիրող սուտը։ Նրանց վիճաբանությունը ընդհատեց պալատից դուրս եկող բժիշկը։ Նրա վիճակը կայունացել է, սիրտն է, ուժեղ սթրես է տարել, հայտնեց նա եւ ավելացրեց մի բան, որը զարմացրեց բոլորին։ Նա ուզում է տեսնել Հելենին եւ Գևորգին, միայն նրանց։
Պալատում տատիկ Անահիտը պառկած էր մահճակալին, գունատ ու հոգնած, բայց նրա հայացքը պարզ էր ու սթափ։ Նա թույլ ձեռքով անիշ արեց, որ մոտենան։ Ես այլևս չեմ կարող լռել, նրա ձայնը հազիվ էր լսվում։ Ժամանակը չի սպասում, պատմությունը չպետք է կրկնվի։ Նա դողացող ձեռքով վզից հանեց այն հին արծաթե մեդալիոնը, որը միշտ կրում էր և որը Հելենը նկատել էր դեռ մանկուց։ Սա պետք է ձեզ մոտ լինի, երբ ժամանակը գա, բացեք այն, ճշմարտությունը այնտեղ է։ Նա մեդալիոնը դրեց Հելենի սառը ափի մեջ։ Մետաղի սառնությունը կարծես այրեց նրա մաշկը։ Այդ պահին Հելենն ու Գևորգը վերջնականապես գիտակցեցին խնդրի իսկական մասշտաբը։ Սա այլևս միայն իրենց սիրո պատմությունը չէր, սա մի ամբողջ սերնդի ցավի և գաղտնիքի պատմություն էր, որի բանալին հիմա գտնվում էր իրենց ձեռքում։ Երբ նրանք դուրս եկան պալատից, Արմենը կանգնեցրեց նրանց։ Նրա դեմքին այլևս զայրույթ չկար, այլ սառը, անխիղճ վճռականություն։ «Վաղը ընտանեկան ժողով է», ասաց նա սառը տոնով։ Մենք վերջակետ ենք դնելու այս պատմությանը, ընդմիշտ։ Հաջորդ օրը հյուրասենյակը վերածվել էր դատարանի դահլիճի, բայց այս անգամ ամբաստանյալները ոչ թե Հելենն ու Գևորգն էին, այլ ամբողջ ընտանիքի պատիվն ու ավանդույթները։ Արմենի վերջնագիրը օդում կախված սուրի պես էր, և բոլորը սպասում էին վճռական պահին։ Հելենն ու Գևորգը կանգնած էին կենտրոնում, բայց այս անգամ նրանք մենակ չէին։ Նրանց կողքին անտեսանելի կերպով կանգնած էր Լիլիթի ուրվականը։ Արմենը, փորձելով վերականգնել իր իշխանությունը, սկսեց իր մեղադրական ճառը, խոսելով պատվի, արյան սրբության և ընտանիքի հիմքերը քանդելու վտանգի մասին։ Նա հայտարարեց իր վերջնական որոշումը. Գևորգը պետք է մեկնի, իսկ Հելենը ամուսնանա։ Սա քննարկման ենթակա չէ, ամփոփեց նա, փորձելով վերջակետ դնել այս պատմությանը, բայց նրա խոսքերը հանդիպեցին ոչ թե հնազանդ լռության, այլ պողպատե դիմադրության։ Ես ոչ ոքի հետ չեմ նշանվելու։ Հելենի ձայնը հանգիստ էր, բայց այնքան ամուր, որ սենյակում բոլորը լռեցին։ Ես սիրում եմ Գևորգին, և եթե դա ձեզ համար ամոթ է, ուրեմն ես նախընտրում եմ լինել անամոթ, քան դժբախտ։ Գևորգը, որ մինչ այդ լուռ էր, մի քայլ առաջ արեց, կանգնեց Հելենի կողքին և ամուր բռնեց նրա ձեռքը։ Մեզ չեք բաժանի, նրա խոսքերը վերջնագիր էին։ Արմենի դեմքը բոսորագույն դարձավ անզուսպ զայրույթից։ Նա բերանը բացեց, որպեսզի արտասանի իր վերջին, ամենադաժան դատավճիռը, վտարումը, երբ նրան ընդհատեց տատիկ Անահիտի թույլ, բայց հրամայական ձայնը. «Բավական է»։ Բոլոր հայացքները սևեռվեցին նրա վրա։ Նա դողացող ձեռքերով հենվեց բազկաթոռին և դանդաղ, անասելի ջանքերով ոտքի կանգնեց։ Նրա հայացքը սևեռված էր Արմենի վրա, և այդ հայացքի տակ որդին կարծես փոքրացավ։ «Դու խոսում ես պատվից, ավանդույթներից»։ Նրա ձայնը ուժգնանում էր յուրաքանչյուր բառի հետ։ «Դու գիտես, թե ինչ գին ունեն ձեր ավանդույթները։ Ես գիտեմ, ես այդ գինը վճարել եմ, ես այդ գինը վճարել եմ իմ քրոջ կյանքով»։ Սենյակում շշուկ տարածվեց։ Շատերը նույնիսկ չգիտեին, որ տատիկը քույր է ունեցել։ «Մայրիկ, հիմա դրա ժամանակը չէ», փորձեց ընդհատել Արմենը։ «Հենց հիմա է ժամանակը», կտրուկ պատասխանեց տատիկը։ «Որպեսզի պատմությունը չկրկնվի, որպեսզի այս տան պատերին ևս մեկ մեղք չավելանա»։ Նա դանդաղ քայլերով մոտեցավ Հելենին և Գևորգին։ Նրա մատները դողում էին, երբ նա վզից հալեց այն նույն հին, սևացած արծաթե մեդալիոնը, որը տվել էր Հելենին հիվանդանոցում։ Նրա անունը Լիլիթ էր, իմ կրտսեր քույրը, և նա էլ սխալ թույլ տվեց։ Նա սիրեց մեր հորաքրոջ տղային, բայց մեր հայրը դա անեց կամարեց։ Ամոթ, մեղք։ Նա վերջապես բացեց մեդալիոնը։ Բոլորը սպասում էին տեսնել փոքրիկ դիմանկար, բայց ներսում մի փոքրիկ, 4 տակ ծալված, ժամանակից դեղնած թղթի կտոր էր։ Մեր հայրը նրան դուրս արեց տանից, աքսորեց։ Ես վախեցա, ես լռեցի, քույրս մահացավ մենակությունից։ Այս մեդալիոնը միակ բանն էր, որ նրա իրերի մեջից վերադարձրին մեզ։ Նրա ձայնը կոտրվեց, արցունքները հոսում էին նրա կնճռոտ այտերով։ Նա զգուշությամբ հանեց փոքրիկ նամակը և մեկնեց Հելենին։ «Կարդա, թող բոլորը լսեն, թող իմանան, թե ինչ է իրական անեծքը»։ Հելենը վերցրեց թուղթը, նրա ձեռքերը դողում էին, նա բացեց այն և սկսեց կարդալ բարձրաձայն։ Գրվածքը խունացած էր, տեղ-տեղ արցունքից լղոզված։ «Ես գնում եմ, բայց իմ սերը թողնում եմ այս պատերի մեջ։ Ընտանիք, որը սիրուց հրաժարվեց հպարտության համար, դատապարտված է։
Ես անիծում եմ ոչ թե ձեր արյունը, այլ ձեր քարե սրտերը, եւ իմացեք, այս պատմությունը նորից կկրկնվի, այնքան ժամանակ, մինչև դուք սովորեք, որ սերը Աստծուց է, իսկ դաժանությունը ձեզանից։ Վերջին բառերը օդում կախված մնացին, ծանր, մեղադրող։ Սենյակում տիրում էր մահացու լռություն։ Բոլորը շոկի մեջ էին։ Այս ընտանեկան գաղտնիքը, այս ողբերգությունը փոխում էր ամեն ինչ։ Սա այլևս ավանդույքի եւ անհնազանդության հարց չէր, սա կյանքի եւ մահվան, դաժանության եւ ներման հարց էր։ Արմենը կանգնած էր քարացած, նրա դեմքին առաջին անգամ հպարտության փոխարեն սարսափ էր։ Նա նայում էր մորը, հետո Հելենին ու Գևորգին, եւ կարծես առաջին անգամ տեսնում էր ոչ թե իր կամքը խախտողներին, այլ անցյալի ուրվականներին, որոնք եկել էին պահանջելու իրենցը։ Լիլիթի նամակի վերջին բառերը կարծես դեռ սավառնում էին հյուրասենյակի ծանր օդում, երբ տիրող լռությունը սկսեց ճաքեր տալ, զիջելով տեղը քաոսային շշուկներին, զարմացած հայացքներին եւ թաքնված մեղադրանքներին։ Տասնամյակներով խնամքով կառուցված ընտանեկան հպարտության փայլուն ճակատը մի պահում փշրվեց, բացահայտելով տակը թաքնված ողբերգությունն ու սուտը։ Այս ցնցող բացահայտումը ոչ թե միավորեց, այլ պառակտեց նրանց։ Ընտանիքը բաժանվեց երկու ճամբարի։ Գևորգի հայրը Կարենը, որը միշտ եղբոր ստվերում էր, առաջինն էր, որը խախտեց լռությունը։ Նա մոտեցավ մորը եւ զգուշորեն ձեռքը դրեց նրա ուսին։ «Մայրիկ, մենք չգիտեինք, ինչով երբեք չես պատմել»։ Նրա ձայնում ցավ կար եւ շփոթմունք։ «Որովհետև ամաչում էի», պատասխանեց տատիկ Անահիտը, նայելով հեռուն, կարծեց անցյալի ուրվականների հետ էր խոսում։ «Ամաչում էի իմ վախկոտության համար։ Ես լռեցի այն ժամանակ, եւ իմ լռությունը քրոջս կյանքն արժեցավ։ Ես չէի կարող թույլ տալ, որ իմ լռությունը եւս երկու կյանք խեղի»։ Այս խոսքերից հետո Գևորգի մայրը, որ միջ այդ լուր արտասվում էր, վճռական քայլով մոտեցավ Հելենին եւ ամուր գրկեց նրան։ Այդ գրքախառնությունը ավելին էր, քան կարեկցանք։ Դա դաշինք էր, լուր խոստում, որ այս անգամ նրանք մենակ չեն լինի։ Նրանց օրինակին հետևեցին մի քանի երիտասարդ զարմիկներ, ստեղծելով նոր դաշնակիցների փոքրիկ խումբ։ Բայց մյուսները, ավելի պահպանողականները, հավաքվել էին Արմենի շուրջը։ Նրանց հայացքներում վահ տար, զայրույթ եւ դատապարտում։ Նրանց համար սա ոչ թե ողբերգության բացահայտում էր, այլ ընտանիքի ամոթի հրապարակային ցուցադրություն։ Արմենը դեռ կանգնած էր քարացած։ Նա նայում էր ոչ թե մորը կամ դստերը, այլ պատին կախված իր պապի, Լիլիթի հոր, մեծ դիմանկարին։ Նրա շուրթերը հազիվ լսելի շարժվում էին։ Նա միշտ ասում էր. «Ընտանիքի պատիվը ամեն ինչից վեր է, մենք ապրել ենք այդ օրենքով»։ Եվ ինչ պատիվ է դա, հայրիկ, որը կառուցված է դժբախտության վրա։ Հելենի ձայնը հնչեց զանգի պես, կտրուկ եւ պարզ։ Ինչ ավանդույթ է դա, որը սերն անեծք է դարձնում։ Լիլիթի նամակը անեծք չէր, դա ճիչ էր, օգնության կանչ, որը ոչ ոք չլսեց։ Այս բացահայտ մարտահրավերից հետո Գևորգը հասկացավ, որ այլևս երկմտելու ժամանակ չկա։ Նրա մեջ վերջնականապես ինչ-որ բան կոտրվեց։ Վախը եւ պարտքի զգացումը տեղի տվեցին սառը վճռականությանը։ Նա ձևակերպեց իր գործողությունների նոր պլանը, ոչ թե պաշտպանվել, այլ հարձակվել։ Նա դիմեց բոլորին, բայց հատկապես հորն ու հորեղբորը։ «Մենք այլևս չենք խնդրելու ձեր թույլտվությունը։ Մենք ձեզնից ոչինչ չեն ուզում, բացի մեկ բանից. ընդունեք մեր ընտրությունը։ Եթե կարող եք, ընդունեք։ Եթե ոչ, մենք կգնանք, բայց մենք այլևս չենք թաքնվելու եւ չենք զիջելու»։ Սա վերջնագիր էր, որը փոխում էր խաղի կանոնները։ Հելենը զարմացած, բայց հպարտ նայեց նրան։ Գևորգը վերջապես ստանձնեց իր պատասխանատվությունը, ոչ միայն իրենց սիրո, այլև իրենց ապագայի համար։ Արմենը, չդիմանալով այս կրկնակի հարվածին, մոր խոստովանությանը, Հելենը գիտեր, որ հայրը չի հանձնվի։ Այդ լռությունը ոչ թե հաշտության նշան էր, այլ փոթորկից առաջ եկած խաբուսիկ հանդարտություն։ Նա հասկացավ, որ այլևս չի կարող պարզապես սպասել եւ պաշտպանվել։ Ժամանակն էր անցնելու վճռական գործողությունների։ Զոհի դերից նա պետք է վերածվեր իր ճակատագրի տիրոջ։ Նրա առաջին քայլը անսպասելի էր եւ համարձակ։ Հաջորդ օրը իր արվեստանոցի հանգիստ միջավայրում, որտեղ ներկերի հոտը խառնվում էր վճռականություն, նա վերցրեց հեռախոսը եւ հավաքեց Վարդանի համարը։ «Բարև ձեզ, պարոն Վարդան, Հելենն է»։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց պողպատե երանգուն էր։ «Կարող ենք հանդիպել, ես ուզում եմ ձեզ հետ անձամբ խոսել»։ Գևորգը, որը նստած էր մոտակա բազմոցին, զարմացած նայեց նրան։
Հելենը որոշել էր ինքը կառավարել իրավիճակը, չեզոքացնելով հոր գլխավոր զենքը՝ պարտադրված ամուսնությունը։ Սրճարանում Վարդանը նրան դիմավորեց ինքնավստահ ժպիտով, ակնկալելով լսել բողոքներ կամ արդարացումներ։ Բայց Հելենը նրան զարմացրեց իր ուղղամտությամբ։ «Ես այստեղ եմ, որպեսզի դուք լսեք ինձ, ոչ թե իմ հորը», սկսեց նա, նայելով ուղիղ նրա աչքերի մեջ։ Ես ձեզ հետ չեմ ամուսնանալու, ոչ այսօր, ոչ երբեք, ես սիրում եմ ուրիշ մարդու։ Նա անկեղծորեն պատմեց ամեն ինչ, չթաքցնելով ոչինչ։ Ես չեմ լինելու լավ կին ձեզ համար, որովհետև իմ սիրտը պատկանում է ուրիշին։ Եվ ես չեմ ուզում, որ երկուս էլ դժբախտ լինենք մի գործարքի պատճառով, որը կնքվել է առանց մեզ հարցնելու։ Նրա անկեղծությունն ու արժանապատվությունը խոցեցին Վարդանի ինքնավստահությունը։ Նա սովոր չէր այդպիսի կանանց։ Միևնույն ժամանակ Գևորգը նույնպես իրականացնում էր իրենց ծրագրի երկրորդ մասը։ Նա մտավ հոր Կարենի գրասենյակ։ Սա նրա առաջին ուղղակի հակամարտությունն էր հոր հետ։ «Հայրիկ, ես եկել եմ ոչ թե հորեղբորս մասին խոսելու, այլ իմ մասին», սկսեց նա վճռական տոնով, որը զարմացրեց Կարենին։ «Ես հեռանում եմ ընտանեկան բիզնեսից, ես կսկսեմ իմ սեփական գործը, ես այլևս թույլ չեմ տա, որ ֆինանսական կախվածությունը լծակ լինի իմ կյանքը կառավարելու համար»։ Սա ևս մեկ ուժեղ հարված էր համակարգին։ Հելենն ու Գևորգը, գործելով համաձայնեցված, մեկը մյուսի հետևից քանդում էին այն պատերը, որոնցով ընտանիքը փորձում էր նրանց շրջապատել։ Նրանց ակտիվ գործողությունները լարեցին իրավիճակը մինչև վերջին աստիճան։ Նրանք գիտեին, որ այս քայլերից հետո նահանջի ճանապարհիղ չկա։ Նրանք նախապատրաստվում էին վերջին, վճռական բախմանը, որը պետք է որոշեր ամեն ինչ։ Երեկոյան հեռախոսազանգը հաստատեց նրանց սպասելիքները։ Արմենն էր։ Նրա ձայնը անսովոր հանգիստ էր, ինչը ավելի սարսափելի էր, քան ցանկացած բղավոց։ «Վաղը արի տուն», ասաց նա, «միայնակ, պետք է խոսենք»։ Այդ խոսքերում թաքնված էր վերջնական կուլմինացիայի անխուսափելիությունը։ Հելենը հասկացավ, որ հաջորդ օրը պետք է մտնի առյուծի որջը։ Եվ այդ հանդիպումից կախված էր ոչ միայն իր, այլև Գևորգի, տատիկի և ամբողջ ընտանիքի ապագան։ Արմենի աշխատասենյակում օդը այնքան խիտ էր, որ կարծես կարելի էր դրան դիպչել։ Պատերին կախված նախնիների դիմանկարները լուր դատավորների պես նայում էին ներքև, սպասելով վերջնական դատավճռին։ Հելենը կանգնած էր հոր մեծ գրասեղանի դիմաց, զգալով իրեն փոքր ու միայնակ, բայց նրա ներսում վախի փոխարեն սառը վճռականություն էր։ Սա կուլմինացիան էր։ Վերջին մարտը, որտեղ պետք է որոշվեր ամեն ինչ։ Արմենը, առանց նրա վրա նայելու, թերթում էր ինչ-որ թղթեր։ Այդ հանգստությունը ավելի սարսափելի էր, քան ցանկացած բղավոց։ Վարդանը զանգել էր, վերջապես խոսեց նա, նրա ձայնը զուրկ էր ամեն տեսակ զգացմունքից։ Ասաց, որ հանդիպել եք։ Նա հրաժարվեց ամուսնությունից։ «Շնորհավորում եմ, դու հասար քո ուզածին։ Դու խայտարակեցիր ինձ»։ «Ես ընդամենը ճշմարտությունն եմ ասել», հանգիստ պատասխանեց Հելենը։ «Ես չէի կարող խաբել նրան և ինքս ինձ»։ Արմենը վերջապես բարձրացրեց հայացքը։ Նրա աչքերը հոգնած էին, բայց հայացքը պինդ ու անթարթ։ Նա երկար լռեց, և այդ լռության մեջ Հելենը լսում էր իր սրտի բաբախյունը։ Նա սպասում էր ամեն ինչի, սպառնալիքների, վտարման, բայց ոչ այն խոսքերին, որոնք հաջորդեցին։ «Ես ամբողջ գիշեր չեմ քնել», սկսեց Արմենը դանդաղ, կարծես յուրաքանչյուր բառը դժվարությամբ էր դուրս գալիս։ «Մտածում էի մորս պատմածի մասին, Լիլիթի մասին, և ես հասկացա մի բան. մեր ընտանիքի անեծքը արյունը չէ, անեծքը համառությունն է, հպարտությունը, որը թույլ չի տալիս ընդունել սխալները»։ Հելենը շունչը պահած լսում էր, չհավատալով իր ականջներին։ Սա էր այն մարդը, ով պատրաստ էր ոչնչացնել իրեն հանուն պատվի։ Արմենը վեր կացավ և մոտեցավ պատուհանին, մեջքով դեպի դուստրը։ «Իմ պապը սխալվեց։ Նա իր հպարտությունը իր դստեր երջանկությունից վեր դասեց։ Եվ ես քիչ էր մնում նույն սխալը կրկնեի»։ Նրա ձայնում ցավ կար, անկեղծ, խորը ցավ։ «Բայց ես չեմ կարող։ Ես չեմ կարող քեզ նայել և մտածել, որ մի օր դու կարող ես նույն ճակատագրին արժանանալ։ Ես չեմ կարող ապրել այն մտքով, որ իմ ձեռքերով եմ քանդել իմ միակ դստեր կյանքը»։ Նա շրջվեց։ Նրա դեմքը դեռ խիստ էր, բայց աչքերում այլևս զայրույթ չկար, այլ հոգնածություն և սեր։ «Սա չի նշանակում, որ ես հասկանում եմ ձեզ, սա չի նշանակում, որ ես ընդունում եմ դա։ Իմ ներսում ամեն ինչ դեռ գոռում է, որ սա սխալ է, բայց ես տեսնում եմ քո աչքերը, և ես տեսնում եմ Գևորգի աչքերը, և ես չեմ ուզում լինել այն մարդը, ով կհանգցնի այդ լույսը»։ Սա կուլմինացիան էր։ Ոչ թե բախում, այլ հանձնվել։
Ոչ թե պարտություն, այլ հաղթանակ, հայրական սիրո հաղթանակը քարացած ավանդույթների նկատմամբ։ Արցունքները հոսում էին Հելենի այտերով, բայց դրանք ոչ թե ցավի, այլ թեթևացման արցունքներ էին։ Հայրիկ, հազիվ կարողացավ արտասանել նա։ Արմենը շարունակեց. Դուք կարող եք ապրել ձեր կյանքով, ես ձեզ չեմ խանգարի, բայց իմացեք, դա հեշտ չի լինելու։ Մարդիկ կխոսեն, շատերը մեզնից երես կթեքեն, դուք պետք է ուժեղ լինեք։ Մենք ուժեղ կլինենք, միասին, պատասխանեց Հելենը, մի քանի քայլ անելով և կանգնելով նրա դիմաց։ Եվ հետո, տարիների մեջ առաջին անգամ, նա գրկեց հորը։ Արմենը սկզբում քարացած մնաց, կարծես չիմանալով ինչպես պատասխանել այս անսովոր քնքշությանը, հետո դանդաղ, անվստահ ձեռքերով գրկեց աղջկան։ Պատը, որը նրանց բաժանում էր, վերջնականապես քանդվեց։ Հիմնական խնդիրը լուծվեց ոչ թե հաղթանակով, այլ ներումով և ընդունելով։ Հելենն ու Գևորգը ստացան ամենակարևորը՝ ազատ լինելու և սիրելու իրավունքը։ Շրջապատի ռեակցիան միանշանակ չէր, որոշ հարազատներ և ընկերներ հեռացան, չկարողանալով հաշտվել խախտված ավանդույթների հետ։ Բայց նրանք, ովքեր իսկապես հարազատ էին, մնացին, ստեղծելով ավելի փոքր, բայց ավելի ամուր և անկեղծ շրջապատ։ Նրանք սկսեցին իրենց նոր կյանքը ոչ թե որպես վտարանդիներ, այլ որպես մարդիկ, ովքեր կարողացան փոխել իրենց ճակատագիրը։ Մեկ տարի անց ընտանեկան այգու ծիրանենու տակ խաղաղություն էր տիրում։ Հելենը, ում փորը մի փոքր կլորացել էր, նստած էր ծառի տակ և նկարում էր։ Նրա կտավներում այլևս տխուր դիմանկարներ չկային, այլ լուսավոր, հույսով լի բնապատկերներ։ Գևորգը, ում ճարտարապետական փոքրիկ բյուրոն արդեն սկսել էր հաջողություններ գրանցել, մոտեցավ և հետևից նրբորեն գրկեց նրան։ Պատը, որը նրանց բաժանում էր, վերջնականապես քանդվեց։ Հիմնական խնդիրը լուծվեց ոչ թե հաղթանակով, այլ ներումով և ընդունելով։ Հելենն ու Գևորգը ստացան ամենակարևորը՝ ազատ լինելու և սիրելու իրավունքը։ Շրջապատի ռեակցիան միանշանակ չէր, որոշ հարազատներ և ընկերներ հեռացան, չկարողանալով հաշտվել խախտված ավանդույթների հետ։ Բայց նրանք, ովքեր իսկապես հարազատ էին, մնացին, ստեղծելով ավելի փոքր, բայց ավելի ամուր և անկեղծ շրջապատ։ Նրանք սկսեցին իրենց նոր կյանքը, ոչ թե որպես վտարանդիներ, այլ որպես մարդիկ, ովքեր կարողացան փոխել իրենց ճակատագիրը։ Մեկ տարի անց ընտանեկան այգու ծիրանենու տակ խաղաղություն էր տիրում։ Հելենը, ում փորը մի փոքր կլորացել էր, նստած էր ծառի տակ և նկարում էր։ Նրա կտավներում այլևս տխուր դիմանկարներ չկային, այլ լուսավոր, հույսով լի բնապատկերներ։ Գևորգը, ում ճարտարապետական փոքրիկ բյուրոն արդեն սկսել էր հաջողություններ գրանցել, մոտեցավ և հետևից նրբորեն գրկեց նրան։ Ինչ ես նկարում, իմ սեր, շշնջաց նա։ Մեր ապագան, ժպտալով պատասխանեց Հելենը։ Նրանք նայեցին տան պատշգամբին, որտեղ տատիկ Անահիտն ու Արմենը միասին թեյ էին խմում։ Արմենը սովորել էր ժպտալ, իսկ տատիկը վերջապես գտել էր իր հոգու խաղաղությունը ուղղելով անցյալի սխալը։ Այս պատմությունը փոխեց բոլորին, ապացուցելով, որ իսկական անեծքը ոչ թե ավանդույթների խախտումն է, այլ կարեկցանքի բացակայությունը։ Այն սովորեցրեց, որ ամենաամուր պատերն անգամ կարող են քանդվել, եթե դրանց հիմքում ոչ թե քար է, այլ վախ։ Իսկ դուք ինչ եք կարծում, արդյոք քարժեր այդքան մեծ զոհողությունների գնով պայքարել սիրո համար, թե գուցե կար ավելի հեշտ ճանապարհի։ Կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Մենք սիրով կկարդանք յուրաքանչյուրը և կփորձենք միասին հասկանալ, որտեղ է ավարտվում ավանդույթը և սկսվում դաժանությունը։